Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը առյուծ նշանի համար։ Սիրելի ընկերներ, հիշեցնում եմ, որ առաջինը պետք է հորոսկոպը նայել ասցենդենտի նշանով, այնուհետև նոր արևի նշանով նայել եւ արդեն լրացումներ կատարել։ Այս հոլովակի ընթացքում կնայենք մոլորակների դիրքավորումը, կնշեմ նորալուսին, լիալուսին, ինչպես նաև լարված օրերի մասին կասեմ։ Այսպիսով, արևը մինչև մարտի ներողություն, մինչև մայիսի 21-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ դա սիրելի առյուծներ ձեր 10-րդ տունն է։ Երբ արևը 10-րդ տանն է գտնվում, լավ ժամանակահատված է զբաղվելու կարիերայի հարցերով, ստատուսի հետ կապված հարցերով։ Արևը ամսի 21-ից սկսած կանցնի երկվորյակ նշան ձեր 11-րդ տուն, լավ ժամանակահատված է սկսելու զբաղվել օնլայն հարթակի հետ կապված հարցերով, բլոգինգով զբաղվելու համար, ինչպես նաև հանդիպելու ընկերներին, գաղափարակիցներին, նոր խմբակներ հաճախելու։ Եթե օրինակ տանը պետք է ինտերնետը փոխեք, դրա համար բարենպաստ ժամանակահատված է։ Մերկուրի մոլորակը։ Մարտի ներողություն, ինչի եմ անդադ ասում մարտի։ Մայիսի 3-ից մինչև ամսի 17-ը, մայիսի 17-ը գտնվելու է ցուլ նշանում ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ կամ փաստաթուղթ, կամ ինչ-որ բանակցություններ ղեկավարության հետ, անընդհատ խոսակցությունները, ճանապարհները, զանգերը կապված կլինեն ձեր կարիերայի եւ ստատուսի փոփոխության հետ։ Մերկուրին մայիսի 17-ից սկսած կանցնի երկվորյակ նշան ձեր 11-րդ տուն, այս ժամանակահատվածում շատերը կխոսեն իրենց ընկերուհու հետ, գուցե նրանց մասին ինչ-որ նորություն իմանաք, նրանց հանդիպեք, զանգ ստանաք, կամ օնլայն հարթակից եթե ինչ-որ փաստաթուղթ եք սպասում, ապա շատ հնարավոր է այս ժամանակահատվածում ձեզ ուղարկեն նամակ, որ այս կամ այն փաստաթուղթը հաստատվել է, կամ նման ինչ-որ հարցեր։ Վեներա մոլորակը։ Մինչև մայիսի 19-ը կգտնվի երկվորյակ նշանում ձեր 11-րդ տանը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացել բլոգ, օնլայն հարթակում ինչ-որ գործունեություն ծավալել, ինչը կապված է գեղեցկության հետ, սննդի հետ, այդ ամենի համար բարենպաստ ժամանակահատված է։ Եթե ցանկանում եք գնալ դասընթացների, դրա համար եւս շատ բարենպաստ է ձեզ համար։ Մայիսի 19-ից սկսած Վեներա մոլորակը կանցնի Խեցգետի նշան ձեր 12-րդ տուն։ Վեներան 12-րդ տանը, սիրելի ընկերներ, գուցե բերի ձեզ հաճելի նվեր կամ ինչ-որ գումար ստանաք արտասահմանից կամ ուղղակի հեռավոր վայրերից, ինչպես նաև հնարավոր է նոր սիրահարվածություն լինի, որը դեռևս գաղտնի կպահեք այս ժամանակահատվածում։ Վեներան 12-րդ տանը շատ լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր մարմնով, գուցե գնաք մերսման կուրս, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Մարս մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի Խոյ նշանում ձեր 9-րդ տանը, բերելով ակտիվություն ձեր 9-րդ տուն, այսինքն ինչը կապված է արտասահմանի հետ, արտասահմանի թեմայի հետ, ինչպես նաև բարձրագույն կրթության հետ եւ թորնիկների հետ։ Այստեղ շատ ակտիվ կլինի, այդ խոսակցությունները, գուցե որոշեք փոխել ձեր անձնագիրը, վիզա ստանալ այս ժամանակահատվածում։ Միայն զգույշ եղեք, որպեսզի վիճաբանություն չլինի համալսարանում, իհարկե եթե գնում եք համալսարան։ Եվ ինչպես նաև եթե պետք է ճանապարհ գնաք, այնտեղ եւս։ Ամսի 19-ից սկսած Մարս մոլորակը կանցնի ցուլ նշան ձեր 10-րդ տուն, բերելով այդ ակտիվությունը ձեր 10-րդ սեկտոր։ Այստեղ բացասական առումով հնարավոր է վիճաբանություն լինի ղեկավարության հետ, կամ գոլեգայի հետ, կամ ինչ-ինչ պատճառներով կարիերայի հետ կապված, ինչ-որ ոչ հաճելի իրավիճակներ ստեղծվեն, բայց Մարսը ձեզ կտա էներգիա, մեծ եռանդ կգա ձեր մեջ, որպեսզի ձեր կարիերայում ունենաք փոփոխություններ եւ առաջ գնաք ձեր կարիերայում։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել Խեցգետի նշանում այս ամսում 18-ից 23 աստիճան շարժվելով, կարծես Յուպիտերը այստեղ ձեզ նախապատրաստում է, քանի որ հունիսի վերջից Յուպիտերը անցնելու է, սիրելի առյուծներ, հենց առյուծ նշան ձեր առաջին տուն եւ 1 տարի այնտեղ է գտնվելու, բերելով իր մեծ նվերները ձեզ։ Քանի Յուպիտերը գտնվում է 12-րդ տանը, ձեզ կօգնի, որպեսզի մեկնեք արտերկիր բնակության, օրինակ, կամ եթե ինչ-որ առողջական խնդիրներ կար, ունեիք, ապա բարեհաջող դրանք ավարտին հասցնելու, ապաքինվելու։ Յուպիտերը նաև 12-րդ տանը կօգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ գործունեություն կատարել, կապված հեռավոր հողերի հետ, արտասահմանի հետ, եւ եթե իհարկե սա բոլորին չի վերաբերվում, բայց եթե կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում, ապա հնարավոր է Յուպիտերը օգնի, որպեսզի նրանք ժամանակից շուտ դուրս գան այնտեղից։
Սև լուսինը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով, աղեղնավորում սև լուսինը համարվում է ձեր 5-րդ տունը և գուցե բերի ձեզ գայթակղություններ, կապված երեխաների հետ, ինչ-որ տարաձայնություններ, անհամաձայնություններ և եթե կա սիրավեպ, այնտեղ նույնպես։ Սև լուսինը հնարավոր է բերի սիրավեպ, բայց սիրելի ընկերներ, զգույշ եղեք այդ սիրավեպից, քանի որ հնարավոր է հետագայում ձեզ շանտաժ անեն և ձեր պլանավորածով, ձեր պատկերացրածով այն չգնա։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում 9-ից 12 աստիճան շարժվելով, Սատուրնը ձեր 9-րդ տանն է, գուցե ինչ-ինչ պատճառներով առաջիկա 1.5-2 տարիների ընթացքում ավելի սահմանափակի մի փոքր դժվարություններ բերի համալսարանի հետ կապված կամ վիզաներ ստանալու հետ կապված։ Նորալուսնի և լիալուսնի մասին նշեմ, նորալուսին ունենալու ենք մայիսի 16-ին, մի քանի օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը այն կթողնի, լինելու է ցույլ նշանում ձեր 10-րդ տանը, 10-րդ տունը, ինչպես նշեցի, դա ձեր ստատուսն է, կարիերան է, ղեկավարությունն է, ինչպես նաև հայրիկն է այստեղ պատկանում այս 10-րդ տանը, և նորալուսինը բնականաբար նոր էներգիա է, նորություն է, նոր սկիզբ է, վերոնշյալ թեմաների շուրջ։ Իսկ լիալուսինը, սիրելի ընկերներ, ունենալու ենք 2 լիալուսին այս ամսում, դա նշանակում է, որ շատ կարևոր ամիս է լինելու, լի իրադարձություններով։ Առաջին լիալուսինը կլինի մայիսի 1-ին, կարիճ նշանի 11 աստիճանում, դա ձեր 4-րդ տունն է, իսկ լիալուսինը դա վերջնական կետ է, այսպես վերջնական որոշում է, կապված ձեր 4-րդ տան հետ, 4-րդ տունը իրենից ներկայացնում է մեր բնակության վայրը, անշարժ գույքը, ընտանիք, ընտանիքի անդամներ և մայրը։ Վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ պարզություն կմտնի, հատկապես ովքեր ասցենդենտով առյուծ են, ասցենդենտը գտնվում է առյուծի 11 աստիճանում կամ ովքեր ծնվել են հուլիսի վերջի օրերին, 29-30, այդպես մինչև օգոստոսի 1-2 ընկած ժամանակահատվածում։ Այս օրերի ծնվածները այս լիալուսինը ավելի հստակ կզգան։ Եվ հաջորդ լիալուսինը կլինի մայիսի 31-ին աղեղնավոր նշանում ձեր 5-րդ տանը, կրկին 2 օր առաջ և 2 շաբաթ հետո դուք կզգաք այդ փոփոխությունները, սա այսինքն վերջնական ինչ-որ որոշում, պարզություն կլինի կապված երեխաների հետ կամ սիրավեպերի հետ։ Այժմ նշեմ լարված օրերի հետ կապված, այստեղ նշեմ, որ եթե սիրավեպերին է վերաբերելու այս լիալուսինը և սև լուսինն էլ էստեղ է լինելու, հնարավոր է, որ ինչ-որ սիրավեպերի վերջ դրվի։ Լարված օրեր ենք ունենալու, եթե ես նշում եմ 1 լարված օր, սիրելի ընկերներ, սիրելի առյուծներ, միշտ նկատի ունեք 2-3 օր առաջ, 2-3 օր հետո եւս, միայն այդ օրվա վրա մի ֆիքսվեք։ Մայիսի 3-4 լարված են լինելու Յուպիտեր և Մարս մոլորակները։ Այստեղ զգույշ եղեք սուր կտրողցակող գործիքների հետ աշխատելիս, ինչպես նաև եթե պետք է ճանապարհներ գնաք, արտերկիր գնաք, այնտեղ եւս։ Հաջորդ լարված օրը լինելու է մայիսի 7-ին, Վեներան և Սև լուսինն են 180 աստիճանի անկյուն կազմելու, այս օրը զերծ մնացեք ֆինանսական գործարքներ կնքելից, ինչպես նաև հարաբերություններ պարզելուց։ Մայիսի 21-ը կլինի լարված, Վեներան և Նեպտունը կկազմեն 90 աստիճանի անկյուն, այսօրը եւս զերծ մնացեք ֆինանսական գործարքներ կնքելուց։ Եվ շատ լարված օր է լինելու մայիսի 26-ը, Մարսն ու Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու, այս օրը սիրելի ընկերներ զերծ մնացեք մարդաշատ վայրեր գնալուց։ Այսքանը սիրելի առյուծներ մայիս ամսվա հետ կապված, շուտով կհանդիպենք, ցտեսություն։